Այս ծրագիրը մեր հոգու եւ մտքի արգասիքն էր։ Բերլինի Եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 1 տարի առաջ կրկին մեկնարկեց վիրավոր եւ հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաեւ Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ ծրագիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ։ Նախագիծը կյանքի կոչվեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի, Զինապահ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աջակցությամբ։ Դասընթացն անվճար է եւ նախատեսված է 44-օրյա պատերազմում վիրավորված, հաշմանդամ դարձած եւ Արցախից բռնի տեղահանվածների համար։ Մենք նպատակ էինք դրել ընդդիմանալ այն բոլոր ուրեմն խնդիրներին, որը հարուցվել էր մեր հայրենիքի հանդեպ, հիմնականում կրթության եւ գիտության միջոցով եւ իմ լավ բարեկամ եւ իմ լավ ընկեր դոկտոր Պարոն Խալաթյանի օգնությամբ, ով աշխատում է Գերմանիայի Պոտսդամ քաղաքի աստղաֆիզիկայի ինստիտուտում, որպես գիտաշխատող եւ որպես համակարգային ադմինիստրատոր այդ նույն ինստիտուտի, մշակվեց մի կարելի է ասել զարմանալի եւ բավականին արդյունավետ ծրագիր, որի արդյունքում մենք կարողացանք առաջի տարին ունենալ 19 շրջանավարտներ։ Լսարանում գտնվում են ուսանողներ, ովքեր անգամ համակարգիչների հետ օգտվել չէին իմանում։ Այս մեկ տարվա ընթացքում մեր դասախոսները եւ ուսանողները կարողացան մի կարևոր խոչընդոտ հաղթահարեն, որ վախը ուսման նկատմամբ շատերի մոտ կոտրվեց։ Չեմ ասում ես մաթեմատիկներ եմ պատրաստում, ես պատրաստում եմ մասնագետներ, որոնք պետք են իրենց ոլորտում աշխատեն։ Ուրեմն ես տվել եմ մաթեմատիկական այն գիտելիքները, որոնք պետք է իրենց կողմնորոշի իրենց աշխատանքի տեղում կարողանան հարցեր լուծեն։ Ծրագրավորումը դա ոչ միայն կոդ գրելն է, այլ դա մի ամբողջ մտածողություն է, որը որ թույլ է տալիս մեզ մոտեցումները տարբեր ձև լինել։ Դասավանդելու ժամանակ սկզբնական շրջանում մի քիչ ավելի բարդացումներ կար, հետո ավելի քանի որ ուսանողները շատ գիտելիքներ չունեին։ Ամենակարևորը ուզում եմ ասել, որ ես գոհ եմ մեր կատարած աշխատանքից ու ամենակարևոր բանը AI-ի մեջ, ML-ի մեջ հենց ինքնուրույն աշխատելն է, որը որ ով ուներ զարգացրեց, ով չներ ձեռք բերեց։ Մաքսիմալ փորձել եմ այնպես անել, որ ուսանողների մեջ առաջանա այդ մոտիվացիան սերը անգլերենի հանդեպ։ Իհարկե կարծում եմ բոլորս ենք հասկանում, որ անհերքելի է անգլերենի տեղն ու դերը, ես չէ որ պիտի խոսեմ դրա մասին, այդուհանդերձ հասկանում ենք, գիտակցում ենք, որ անհերքելի անգլերենի տեղն ու դերը այսօրվա ՏՏ ոլորտում հատկապես։ Բարձրագույն մաթեմատիկա, Python լեզվով ծրագրավորում, արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման հիմունքներ, վեբ ծրագրավորում, որակի ապահովում, վիճակագրության եւ անալիզի հիմունքներ, համակարգչային օպերացիաների զարգացման գիտություն, ինչպես նաև տեխնիկական անգլերենի դասընթացներ, որոնք անցկացվեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում։ Մեր մոտ սովորույթ է, յուրաքանչյուր տարվա մեջ մենք հրատարակում ենք մեկ գիրք նվիրված այդ տարվա մեր ուսանողներին կամ ուսանողներից մեկին։ Այս տարի Վահեի մասին էր գիրքը։ Այսօր վիրավոր բառը օտարել ենք մեր խոսքից։ Անցումային բազում դժվարություններից հետո դարձել ենք մի ընտանիք, մի թիմ։ Հիմա հայտնվել ենք մի փուլում, որ վստահորեն կարող ենք ասել. շնորհակալություն բոլոր նվիրյալներին, բազում բարեգործական ծրագրեր նպատակային իրագործող, հայրենիքից հեռու, բայց նրա օրվա շնչով ապրող, հայրենյաց հող ու ջրի նվիրյալ ՀՄՀԿ առաջին նախագահ Միքայել Մինասյանին։
Դասընթացի ամբողջական ծրագիրը հաջողությամբ ավարտեցին 16-ը, ստանալով մասնագիտական որակավորման վկայականներ։ Կխնդրեինք բոլորին, որ մանավանդ, եթե ՏՏ արդյունաբերությունից այստեղ ներկայացուցիչներ ունենք ու ունենք այստեղ ներկայացուցիչներ անպայման խտանել համագործակցություն, վերցնել մեր սաներին իրենց հովանու տակ եւ շարունակել աճեցնել, դարձնել լիարժեք մասնագետներ, դարձնել պրոֆեսիոնալներ իրենց գործի համար։ Դրանով դուք նպաստած կլինեք ոչ միայն սոցիալական պայմանների հաղթահարմանը, դժվար պայմանների հաղթահարմանը, այլև հայրենանվեր գործ արած կլինեք։ Ուսանողներին կցանկանան, որ իրենց այստեղից ստացած գիտելիքները ճիշտ օգտագործեն իրենց կյանքում եւ ամեն մեկը իր կյանքում գտնի իր տեղը։ Շնորհակալություն։ Այսուհետ նրանք ամենապահանջված մասնագիտությունն ունեն, աշխատաշուկայում մրցունակ են եւ կարող են իրենց գիտելիքները կիրառել բարձր տեխնոլոգիաների ոլորտում։